Բարի գալուստ բուժատետեր։ Այսօր ուզում եմ խոսել մի խնդրի մասին, որի մասին շատ մարդիկ ամաչում են խոսել նույնիսկ իրենց ընտանիքի անդամների հետ։ Բայց իրականությունը այն է, որ միլիոնավոր մարդիկ, հատկապես 50-60 տարեկանից հետո, ամեն գիշեր 2, 3, 4, նույնիսկ 6 անգամ արթնանում են գիշերը միայն մեկ պատճառով՝ միզելու ցանկության։ Շատերը մտածում են, թե տարիք է, բոլորի մոտ էլ այդպես է լինում, սակայն դա ամբողջովին ճիշտ չէ։ Այո, տարիքի հետ միզուղիներում որոշ փոփոխություններ են տեղի ունենում, բայց հաճախակի միզելը միշտ չէ, որ պարզապես ծերացման բնական հետևանք է։ Երբեմն դա առաջին ազդանշանն է, որ օրգանիզմում ինչ-որ բան այնպես չի աշխատում, ինչպես պետք է։ Այս տեսանյութում կպարզենք, թե ինչն է համարվում նորմալ, երբ է պետք անհանգստանալ, որոնք են հաճախակի միզելու 5 ամենատարածված պատճառները, ինչ սխալներ են մարդիկ ամենից հաճախ անում եւ ամենակարևորը, ինչպես կարող եք օգնել ինքներդ ձեզ։ Տեսանյութը դիտեք մինչև վերջ, որովհետև վերջում կասեմ մի պարզ սովորության մասին, որի շնորհիվ շատ մարդիկ սկսել են գիշերը 1 կամ նույնիսկ 2 անգամ ավելի քիչ արթնանալ։ Ինչու է սա կարևոր։ Շատերը մտածում են, ինչ կա, որ արթնանում եմ, գնում եմ զուգարան եւ նորից քնում, բայց բժշկական տեսանկյունից ամեն անգամ, երբ դուք արթնանում եք, խախտվում է ձեր խորը քնի փուլը, եւ հենց խորը քնի ժամանակ է մեր օրգանիզմը վերականգնվում։ Եթե դա կրկնվում է ամեն գիշեր, ժամանակի ընթացքում կարող է ի հայտ գալ մշտական հոգնածություն, հիշողության վատացում, ցերեկային քնկոտություն, արյան ճնշման խնդիրներ, ընկնելու վտանգ գիշերը, հատկապես տարեց մարդկանց մոտ։ Այսինքն խնդիրը միայն զուգարան գնալը չէ։ Նախ հասկանանք, թե որքան միզելն է նորմալ համարվում։ Առողջ մարդը սովորաբար միզում է օրական 4-ից 8 անգամ։ Իհարկե, եթե շատ ջուր եք խմել, ձմերուկ եք կերել կամ միզամուղ տեղ եք ընդունել, այդ օրը կարող եք ավելի հաճախ գնալ զուգարան։ Դա նորմալ է, բայց եթե դուք ամեն ժամ միզելու ցանկություն ունեք, չեք հասցնում գնալ զուգարան, գիշերը 2 կամ ավելի անգամ եք արթնանում կամ անընդհատ զգում եք, որ ձեր միզապարկը լիքն է, ապա արժի պարզել պատճառը։ Կարևոր է հասկանալ մի բան։ Հաճախ մարդիկ ասում են, ես շատ եմ միզում, բայց իրականում տարբերություն կա երկու իրավիճակների միջև։ Առաջինը դուք իսկապես շատ մեզ եք արտադրում եւ երկրորդ մեզի քանակը փոքր է, բայց ցանկությունը շատ հաճախ է առաջանում մի փոքր մեզ եւ դուք վազում եք զուգարան։ Այս տարբերությունը շատ կարևոր է, որովհետեւ պատճառները կարող են լիովին տարբեր լինել։ Եվ այսպես անընդհատ միզելու առաջին պատճառը տարիքային փոփոխություններ միզապարկում։ Եկեք պատկերացնենք փուչիկ։ Նոր փուչիկը հեշտությամբ ձգվում է։ Հին փուչիկը արդեն այդքան էլ առանցքական չէ։ Մոտավորապես նույն բանն է տեղի ունենում նաև միզապարկի հետ։ Տարիների ընթացքում միզապարկի պատերը դառնում են ավելի կոշտ, մկանները թուլանում են։ Արդյունքում նույնիսկ քիչ քանակությամբ մեծը կարող է ուժեղ ցանկություն առաջացնել։ Բացի այդ, ուղեղի եւ միզապարկի միջև ազդանշանները կարող են փոխվել։ Ուղեղը կարծում է, թե միզապարկը արդեն լցվել է, թեև իրականում այն լիովին լցված չէ։ Ինչ անել։ Շատ լավ արդյունք է տալիս այսպես կոչված միզապարկի մարզումը։ Եթե անվտանգ է, չունեք ցավ կամ այրոց, փորձեք ամեն անգամ միզելու ցանկությունը մի քանի րոպեով հետաձգել։ Սկսեք 5 րոպեից, հետո աստիճանաբար ավելացրեք ժամանակը։ Նպատակը այն չէ, որ երկար տանջվեք, այլ այն, որ միզապարկը նորից սովորի մի փոքր ավելի շատ մեզ պահել։ Այսպես դուք մարզում եք միզապարկի մկանները, եւ դրանք որոշ ժամանակ անց կրկին ավելի ձիգ են դառնում։ Հաջորդ պատճառը շագանակագեղձի մեծացում։ Եթե այս տեսանյութը դիտում են տղամարդիկ, ապա սա ամենատարածված պատճառներից մեկն է։ Շագանակագեղձը գտնվում է միզապարկի տակ եւ շրջապատում է միզուկը։ Տարիքի հետ այն շատ տղամարդկանց մոտ աստիճանաբար մեծանում է։ Ինչ է լինում։ Դրա հետևանքով մեզի հոսքը թուլանում է, միզելը երկար է տևում, մարդը ստիպված է լինում սպասել, մինչև մեզը սկսի հոսել, միզապարկը լիովին չի դատարկվում, իսկ 1 ժամ անց նորից ուզում է զուգարան գնալ։ Շատ տղամարդիկ տարիներով համակերպվում են այս վիճակի հետ, բայց այսօր դրա համար կան արդյունավետ բուժման տարբերակներ, սկսած ապրելակերպի փոփոխություններից մինչև դեղորայք, իսկ որոշ դեպքերում նաև վիրահատական բուժում։ Պատճառ համար 3. Կանանց մոտ կոնքի հատակի մկանների թուլացում։ Կանանց մոտ իրավիճակը մի փոքր այլ է։ Տարիների ընթացքում, հատկապես ծննդաբերություններից հետո կամ դաշտանադադարից հետո, կոնքի հատակի մկանները կարող են թուլանալ։ Դրանք հենց այն մկաններն են, որոնք պահում են միզապարկը եւ օգնում վերահսկել միզարձակումը։ Եթե դրանք թուլանում են, կարող են առաջանալ հաճախակի միզելու ցանկություն, անմիզապահություն, ծիծաղելիս կամ հազալիս, փռշտալիս մեզի արտահոսք եւ հաճախակի ուժեղ ցանկություն, որը դժվար է զսպել։ Ինչ անել։ Կեգելի վարժությունները համարվում են ամենաարդյունավետ ոչ դեղորայքային միջոցներից մեկը։
Կարևոր է դրանք կատարել ճիշտ տեխնիկայով եւ կանոնավոր, եւ որոշ ժամանակ անց դուք հրաժեշտ կտաք այս խնդրին։ Եթե ցանկանում եք, որ մենք պատրաստենք առանձին հաղորդում կեգելի վարժությունների մասին, ապա գրեք մեկնաբանությունների մեջ։ Պատճառ համար 4. Շաքարային դիաբետ։ Շատ մարդիկ նույնիսկ չեն էլ կասկածում, որ բարձր շաքարը կարող է սկսվել հենց հաճախակի միզելուց։ Սովորաբար սա շաքարային դիաբետի առաջին նշանն է լինում։ Երբ արյան մեջ շաքարը բարձրանում է, երիկամները փորձում են այն հեռացնել մեզի միջոցով։ Շաքարի հետ դուրս է գալիս նաև մեծ քանակությամբ ջուր։ Արդյունքում մարդը շատ է միզում, անընդհատ ծարավում է, գիշերը մի քանի անգամ արթնանում է, կարող է նիհարել կամ ուժեղ թուլություն զգալ։ Եթե հաճախակի միզելուն միացել է նաև ուժեղ ծարավը, ապա մի հետաձգեք արյան շաքարի ստուգումը։ Պատճառ 5. Դեղեր, սրտի և երիկամների խնդիրներ։ Որոշ դեղամիջոցներ հատուկ այնպես են աշխատում, որ օրգանիզմից ավելորդ հեղուկը դուրս բերեն։ Եթե դուք միզամուղ դեղեր եք ընդունում, ապա հաճախակի միզելը կարող է դրա բնական հետևանքը լինել։ Բայց կա ևս մեկ հետաքրքիր երևույթ։ Շատ մարդկանց մոտ, հատկապես տարեց մարդկանց մոտ, երեկոյան ոտքերը այտուցվում են։ Գիշերը, երբ նրանք պառկում են, այդ հեղուկը վերադառնում է արյան շրջանառություն, անցնելով երիկամներով վերածվում է մեզի։ Ահա թե ինչու է գիշերը միզելու ցանկությունը հաճախ ուժեղանում։ Մեկ պատճառ, որի մասին շատերը չեն էլ կասկածում՝ փորկապություն։ Լցված աղին կարող է ճնշել միզապարկին։ Արդյունքում նույնիսկ փոքր քանակության մեզի առկայությունը կարող է միզելու շատ ուժեղ ցանկություն առաջացնել։ Եթե հաճախակի միզելուն զուգահեռ ունեք նաև քրոնիկ փորկապություն, շատ կարևոր է լուծել նաև փորկապության խնդիրը, քանի որ դա էլ շղթայաբար իր հետ բերելու է նաև միզելու խնդրի վերացմանը։ Այժմ խոսենք այն սննդատեսակների և ըմպելիքների մասին, որոնք իրականում վատացնում են վիճակը և որի մասին մարդիկ անգամ չեն էլ կասկածում։ Շատ մարդիկ նույնիսկ չեն էլ նկատում, որ հենց իրենց սովորություններն են գրգռում միզապարկը։ Եվ այսպես, ամենատարածված մեղավորները, որոնք չափազանց ուժեղ միզամուղ են, հետևյալ մթերքներն են. սուրճ, շատ թունդ սև թեյը, ալկոհոլը, գարեջուրը, էներգետիկ ըմպելիքները, քաղցր գազավորված ըմպելիքները, ուշադրություն շատ կծու սնունդը և որոշ մարդկանց մոտ նաև ցիտրուսային հյութերը։ Իհարկե, սա չի նշանակում, որ բոլորը պետք է ընդմիշտ հրաժարվեն այս մթերքներից։ Բայց եթե դուք ունեք հաճախակի միզելու խնդիր, փորձեք 2 շաբաթ սահմանափակել դրանք և տեսնել արդյոք կա փոփոխություն, թե ոչ։ 7 խորհուրդ, որոնք իսկապես կարող են ձեզ օգնել։ Առաջին, ջուրը խմեք օրվա առաջին կեսին։ Քնելուց 2-3 ժամ առաջ աշխատեք շատ հեղուկ չխմել։ Սա չի նշանակում ամբողջ օրը ջուր չխմել։ Պարզապես հիմնական ջուրը խմեք օրվա առաջին կեսին։ Երկրորդ, քնելուց 2-3 ժամ առաջ մի խմեք մեծ քանակությամբ հեղուկ, քանի որ խոսքը միայն ջրի մասին չէ, մենք խմում ենք օրվա ընթացքում նաև սուրճ, թեյ, տարբեր ըմպելիքներ։ Հաջորդը, երեկոյան սահմանափակեք սուրճն ու թեյը, հատկապես սուրճը ունի շատ ուժեղ միզամուղ ազդեցություն։ Առհասարակ, եթե անգամ չունեք միզելու հետ կապված խնդիրներ, սուրճը և թեյը պետք է խմել մինչև երեկո։ 4-րդը, ամեն օր շարժվեք առնվազն 30 րոպե։ 5-րդ, եթե ավելորդ քաշ ունեք, նույնիսկ փոքր քաշի նվազումը կարող է թեթևացնել ձեր միզապարկի վրա ճնշումը։ 6-րդ, կատարեք կոնքի հատակի մկանների վարժություններ, խոսքը կեգելի վարժությունների մասին է։ 7-րդ, մի դիմացեք ամբողջ օրը և մի վազեք զուգարան ամենափոքր ցանկության դեպքում։ 2 ծայրահեղություններն էլ կարող են վատացնել վիճակը։ Չպետք է երկար պահել մեզը, բայց եթե դուք նկատում եք, որ կարող եք 5 կամ 10 րոպե հետաձգել այն, փորձեք այդպես անել և մարզել ձեր միզապարկի մկանները։ Այժմ խոսենք ամենատարածված սխալների մասին, որոնք մարդիկ անում են մտածելով, թե իրականում իրենց օգնում են, սակայն դա ունենում է հակառակ ազդեցությունը։ Առաջին սխալը՝ մարդիկ գրեթե դադարում են ջուր խմել։ Սա իր հերթին բերում է ջրազրկման, իսկ խտացված մեզը հաճախ ավելի է գրգռում միզապարկը, բերելով արդեն այլ խնդիրների։ Երկրորդ սխալը ինքնուրույն հակաբիոտիկներ ընդունելն է, երբ համոզված չեն, որ կա միզուղիների վարակ։ Հակաբիոտիկները պետք է ընդունել միայն և միայն բժշկի ցուցումով։ Եվ երրորդ սխալը՝ տարիներով չդիմել բժշկի, որովհետև մտածում են, թե բոլոր տարեց մարդկանց մոտ էլ այդպես է, ունեն միզելու հետ կապված խնդիրներ, սակայն իրականում միզելու հետ կապված խնդիրները ձեր օրգանիզմի աղաղակն է ձեզ, որ այնտեղ խնդիր կա։ Երբ է անհրաժեշտ անհապաղ դիմել բժշկի։
Նախ նշենք, որ նման խնդրի առկայության դեպքում ցուցված է դիմել երկու նեղ մասնագետների՝ ուրոլոգի կամ գինեկոլոգի։ Եթե նկատել եք հետևյալ նշաններից որևէ մեկը, ապա մի սպասեք եւ դիմեք բժշկական օգնության։ Առաջին՝ արյուն մեզում, երկրորդ՝ ուժեղ այրոց կամ ցավ միզելիս, բարձր ջերմություն, գոտկատեղի ուժեղ ցավեր, հաճախակի անմիզապահություն կամ հակառակը՝ ուժեղ ցանկություն կա, բայց մեզը դուրս չի գալիս։ Այս նշանները կարող են պահանջել շտապ գնահատում եւ բուժում։ Եթե վերջին տարիներին սկսել եք ավելի հաճախ միզել, հատկապես եթե գիշերը մի քանի անգամ արթնանում եք, մի մտածեք, թե դա պարզապես տարիքի հետ անխուսափելի մի բան է։ Շատ դեպքերում պատճառը հեշտ է գտնել, իսկ ճիշտ բուժման եւ ապրելակերպի փոփոխությունների շնորհիվ զգալիորեն բարելավել վիճակը։ Ձեր առողջությունը սկսվում է ուշադրությունից։ Եթե օրգանիզմը կրկին եւ կրկին նույն ախտանշանն է տալիս, արժե լսել այն եւ անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Եթե օգտակար էր, հավանեք տեսանյութը դնելով լայք, մեկնաբանությունների հատվածում գրեք ձեր կարծիքը, նաև նշեք, արդյոք ունեք նման խնդիր, դիմել եք մասնագետի, թե ոչ։ Կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք մեր ալիքին հաջորդ տեսանյութերը բաց չթողնելու համար։ Առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։